Տուրիզմի կոմիտեի հետ համագործակցություն նոր է սկսվում, որը մեզ համար շատ կարևոր է։ Ու այս ձևաչափով փորձում ենք քննարկել բուհ աշխատաշուկա ամրապնդումը եւ ուսանողների ներգրավվածությունը, ինչու՞ նաեւ գիտական ու կրթական, պրոֆեսիոնալ անձնակազմի ներգրավվածությունը հաշվի առնելով մեր բավականին հարուստ պոտենցիալը։ Այս աշխատաժողովի ընթացքում փորձում ենք քննարկել, վերլուծել ոլորտում առկա խնդիրները, հանդիպանը մասնակցում են ոչ միայն Տուրիզմի պետական կոմիտեն իրենց աշխատակազմով, այլ նաև մասնավոր սեկտորի հյուրանոց-ռեստորանային բիզնեսի, տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ։ Տիկին Գևորգյանի հետ քննարկման ընթացքում առանձնացրեցինք մի շարք համագործակցության եզրեր, որոնք շարունակաբար քննարկելով փորձելու ենք իրականացնել։ Մենք նոր համագործակցություն եւ շատ կարեւորում ենք պետական գերատեսչությունների համագործակցությունը բուհի հետ եւ մեզ համար առանցքային էր, որ մասնակցեն ոլորտում քիչ թե շատ կարեւոր բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, որպեսզի քննարկումը ավելի համապարփակ լիներ։ Տիկին Գևորգյանն նաև մանրամասն ներկայացրեց տուրիզմի ռազմավարությունը եւ հենց այդտեղ ևս գտանք ինչ-որ կետեր, որ նաև մենք կարող ենք նեցուկ լինել, աջակից լինել, հաշվի առնելով մեր պատրաստակամությունը եւ նաև մեր ներուժը, մեր պոտենցիալը։ Հուշագիր է նախատեսվում Թաթյո ՍՊ-ի եւ Double Tree Hilton հյուրանոցային ցանցի հետ, որտեղ նաեւ մեր ուսանողների համար կկազմակերպվի իրենց ուսումնական եւ մասնագիտական պրակտիկաները, փոխադարձ այցելություններով, նաեւ վերջինիս կհրավիրենք համալսարան դասախոսություններ կարդալու։ Ողջունում եմ այս միջոցառման կազմակերպիչներին, ֆակուլտետին եւ այն բոլոր բուհերի ներկայացուցիչներին եւ ուսանողներին, որոնք այսօր դալիճում էին եւ հետաքրքրությամբ մասնակցեցին պանելային քննարկմանը։ Շատ կարևոր էր, քանի որ ներգրաված են եւ պետական գերատեսչության ներկայացուցիչ եւ կրթական ոլորտի եւ որը շատ կարևոր է նաեւ մասնավորի ներկայացուցիչներն են, տուրօպերատորներ, հյուրանոցներ։ Այստեղ հնչած մտքերը կարծում եմ նաև ուսանողների համար էին ուղենշային։ Շատ բարձր եմ գնահատում այս հանդիպումը, կարծում եմ կլինեն հանդիպումներ շարունակական եւ ինչպես արդեն նշվեց, զբոսաշրջության կոմիտեն ինքը նախաձեռնել է, մենք նախաձեռնել ենք դասախոսների ակումբը, որը հենց այն հարթակն է, նաև որտեղ հանդիպում է կրթությունը, մասնավորը եւ ծառայությունները։